մենք թվով շատ հայ պաշտոնյաներ պիտի ունենանք հաշվի առնելով մեր մարդկային ռեսուրսը, որտեղ միլիոնավոր մարդիկ են ապրում Միացյալ Նահանգներում հայեր, օրինական թիվը 1 միլիոնից ավել է, ոչ օրինական, այսպես գրանցվածներ, ես վստահ եմ նաև կարող է ավելի շատ 2 միլիոնի մոտավորապես հասնել, միայն Գլենդերում օֆիցիալ հայերի թիվը 80,000 է այդ փոքրիկ քաղաքում, բայց մենք ունենք նաև ի պատիվ նաև այն անունների, որ դու տվեցիր, ազգությամբ ոչ հայ, բայց հայամետ գործիչներ, որոնք որ իրենց նվիրումը եւ մշտապես ցուցաբերել են հայ ժողովրդին, հայ ազգին, Հայաստանին, Արցախին եւ նույն Պորտանտինոն կամ նույն Ադամ Շիֆը կամ շատ օրինակ այդպիսի անուններ կան, ովքեր բազմաթիվ անգամ եղել են, ասենք, եւ Հայաստանում կամ Արցախում եւ իրենց համար էլ սա շատ ցավոտ թեմա է եւ նրանք նույնպես միտված են այդ աշխատանքներին, որպեսզի արդարությունը ջրի երես դուրս գա եւ արցախայությունը ստանա նաեւ սրան նաեւ անդրադարձել է Քենեդին, ասեմ, մեր նաեւ իմ իր հետ ունեցած հանդիպման ժամանակ ինքը համոզմունք է հայտնել, որ այո, արցախահայերը պիտի վերադառնան Արցախ եւ ունենան այնտեղ արժանապատիվ ապրելու իրավունք եւ ասեմ, որ Քենեդին բավականին հայամետ է իր ուրեմն գործառույթներով, տեսակով, մոտեցումներով